Մասնակցային բյուջետավորման ծրագրի ֆինանսավորման չափը նախորդ տարվա համեմատ փոքրացել է։ Ներկայացված գաղափարներից որն էլ անցներ, նախատեսված բյուջեն 86 միլիոն դրամ է կազմելու։ Դրանից 69 միլիոնը պետության ֆինանսավորման բաժինն է, մնացածը քաղաքի ներդրումը։ 2025 թվականին մասնակցային բյուջեն, որ հատկացվել էր Գյումրիին, 125 միլիոն դրամ էր կազմում, բայց ամբողջ գումարը ետ գնաց շների կացարանի կառուցման ծրագիրը ձախողվելու պատճառով։ Նախորդի չստացված փորձն ու ռիսկերը հաշվի առնելով քաղաքապետարանն այս տարվա ծրագրով նախատեսված գումարը 86 միլիոնը որոշել էր հավասար կիսել եւ երկու գաղափար միաժամանակ իրականացնել, բայց քաղաքացիների քվեն հերիք չարեց երկուսի համար եւ հաղթող ճանաչվեց մեկը։ Քանի որ ունեցանք ոչ թե երկու հաղթող ծրագիր, երկու կամ ավելի, այլ ունեցանք մեկը, որը սահմանված շեմա հաղթահարել է, եւ կառավարության սուբվենցիոն կարգում սահմանաչափ Գյումրին ուներ 69 միլիոն 850 հազար դրամ, եւ մենք իրավունք ունեինք այդ գումարը պահանջելու ծրագրի իրականացման համար, ուստի որոշեցինք համայնքին հատկացված գումարը, ծախսենք մեկ մեծ ծրագրի իրականացման համար։ Սոցցանցերում հավաքված քվեների, գաղափարի հեղինակների հանրայնացման ակտիվ աշխատանքների արդյունքում հաղթանակի զբոսայգու բարեկարգման գաղափարը ըստ այդմ դառնում է իրագործման հավակնություններով ծրագիր։ Մասնակցային բյուջեով նախատեսված գումարը 86 միլիոն դրամը ամբողջությամբ ուղղվելու է դրան։ Ֆինանսական չափից կախված գաղափարի հեղինակները որոշել են ներկայացրած առաջարկը վերանայել։ Մենք առաջարկել ենք երկրորդ եւ երրորդ հատվածների բարեկարգումը, ցանկապատերի վերանորոգում, նոր նստարանների տեղադրում, լուսավորություն, տեսախցիկներ, ավելացել է շատրվանի վերանորոգումը, կարող է նաև լինել վերնիսաժային հատված այս այգում։ Այգում այստեղ ուզում ենք տեսնել փոքրիկ հատված, որը նախատեսված կլինի երեխաների համար, նաև մենք ուզում ենք տարբերվող մի հատված էլ ունենանք Երևանի վերնիսաժի օրինակով, որովհետեւ մեր քաղաքում էլ ունենանք, քանի որ մեր քաղաքը տարբերվում է մնացած բոլոր քաղաքներից իր մշակութային առանձնահատկությամբ։ Բարեկարգումը, ցանկապատումը, նոր ծառապատումն ու բազմաֆունկցիոնալ հարմարավետ հանրային տարածքի վերածելը քաղաքի կենտրոնում բանուկ հատվածում գտնվող զբոսայգու ներսում եղած խնդիրներից ամենավտանգավորը չեն։ Տարածքի տակով անցնող ստորգետնյա ջրատարների տեխնիկական վատ վիճակի ուսումնասիրությունը մինչև աշխատանքներ ձեռնարկելը համարվում է առաջնային։ Ջեմուղիներում մասնակի փլուզումներ կան, որոշ հատվածներում դրանք տարիներով բաց են ու վտանգավոր։ Մենք քննարկումներ ունեցել ենք մեր համայնքապետարանի աշխատակիցների, համապատասխան կառույցի ներկայացուցիչների հետ։ Իրենք տեսնում են հետևյալ լուծումը, պետք է բացվի այս ջեմուղու հատվածը, որպեսզի կարողանանք մաքրել Գյումրի գետակի վիճակը։ Կաշաուտ կա պուրակում եւ այդ կաշաուտի պատճառը հիմնականում հենց Գյումրի գետակի աղտոտվածությունն է։ Պետք է յուրաքանչյուր ծառ անհատապես դիտարկվի, որոնք որ արդեն շատ մեծ խնդիր են առաջացնում այդ ծառերը կտրենք, բայց դրանց փոխարեն իհարկե նոր ծառերով համալրվեն։ Այգու ներքին ենթակառուցվածքների, քյարիզների տեխնիկական վիճակի ուսումնասիրման եւ այլ լրացուցիչ աշխատանքներով պայմանավորված առաջարկի շուրջ վերահաշվարկ է կատարվել։ Բարեկարգման համալիր ծրագրի արժեքը նախատեսված բյուջեի համեմատ բարձրացել է։ Ըստ այդմ 86 միլիոնի փոխարեն անհրաժեշտ է լինելու 172 միլիոն դրամ։ Հավելյալ ֆինանսական հոգսերը քաղաքային բյուջեն է վերցնելու իր վրա։ Ծրագրին մասնակցելու է ոչ թե 16 միլիոն, այլ 103 միլիոն դրամով։ Անհրաժեշտություն կա, որ առաջիկա ավականու նիստում գումարի փոփոխություն կատարենք, այսինքն առաջարկ ներկայացնենք ավականու անդամներին, որ ծրագիրը հաստատվել է եւ իրենք եթե հաստատեն համայնքի համապատասխան մասնաբաժինը 103 միլիոն դրամը, մենք կսկսենք մեր արդեն ֆինանսական բաժնի գործունեությունը կսկսվի, մրցույթի գնման ընթացակարգի կազմակերպում։ Հիմա քաղաքապետարանը երկամսյա ժամկետ ունի նախագծողի եւ շինկազմակերպության մրցույթներ կազմակերպելու։ Գործող պայմանը ծրագիրը մինչև տարեվերջ ավարտելն է, բայց թույլատրելի է ծրագրի ժամկետը երկարացնել 6 ամսով միայն այն դեպքում, երբ աշխատանքների առնվազն 70% կատարած կլինեն։ Մարինե Դերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։